Նոյեմբերյան խոցող քամին ծեծում էր նրա դեմքը։ Գրիգորին նախկին ինժեներ և այժմ քաղաքի համար անտեսանելի նստած էր փակ կինոթատրոնի սառը աստիճաններին։ Նրա ձեռքերում թերթի մի կտոր և չոր հացի մի կտոր, որը նա պահպանում էր որպես իր վերջին ռեսուրս ճակատագրի հետ անհավասար պայքարում։ Նա վաղուց մոռացել էր, թե ինչպես արդարություն ակնկալել աշխարհից։ Բայց այդ երեկոյան, ինչ-ինչ պատճառներով, աշխարհը որոշեց կրկին նրա կողմը շրջել իր դաժան, բայց ճակատագրական կողմերից մեկը։ Մայթի վրա, ներքևում, մութ բիծ էր ընկած։ Նա անմիջապես չնկատեց այն։ Նա չափազանց սովոր էր ներքև նայելուն։ Պարզվեց, որ բիծը թանկարժեք դրամապանակ էր։ Ծանր ու խիտ, կարծես դրա մեջ փողի փոխարեն քարեր կային։ Սակայն, երբ նա բացեց այն, այնտեղ տեսավ մեծ թղթադրամների կույտեր, և դրանց միջև այցեքարտ Վադիմ Օռլովը։ Նույնը, այն մարդը, որը 2 տարի առաջ նրանից խլեց ամեն ինչ՝ աշխատանքը, հեղինակությունը, ընտանիքը, տունը։ Այն մարդը, որ նրան ներգրավել էր նախագծի մեջ, մեղադրել էր ֆինանսական խարդախության մեջ, ապա ավելի բարձրացել։ Վրեժխնդրությունը Գրիգորիի բնույթին բնորոշ չէր, բայց նա ուզում էր ապրել, և այս փողը կարող էր նոր սկիզբ լինել։ Նա նստած էր ձեռքին դրամապանակը։ Այն դողում էր, ոչ թե ցրտից, այլ իր որոշման ծանրությունից։ Վերջապես, հառաչելով, նա վեր կացավ, այցեքարտը դրեց գրպանը և հանցագործի պես քայլեց դեպի մետրո։ Նրա ճանապարհը տանում էր դեպի ապակե Օրիոն Պլազա երկնաքերը։ 42-րդ հարկում, հաստ գորգի և հալեային պատերի ետևում, նստած էր այն մարդը, որը կործանել էր իր կյանքը։ Գրիգորին մտավ ընդունարան։ Աղջիկը նայելով համակարգչի էկրանին, նույնիսկ չզարմացավ նրա անփույթ տեսքից։ Նա ծույլ, գնահատող հայացք նետեց, ապա առանց խոսքի սեղմեց զանգի կոճակը։ Նա լուռ ցույց տվեց դրամապանակը։ Աղջիկը բարձրացրեց հոնքը, և դուռը բացվեց։ Վադիմ Օռլովը նստած էր հսկայական սեղանի ետևում, այն մարդկանցից, ովքեր ավելի շատ գնում էին կարգավիճակի, քան հարմարավետության համար։ Երբ Գրիգորին ներս մտավ, նա վեր նայեց, և մի վայրկյան ճանաչումը փայլատակեց նրա աչքերում։ «Կենդանի՞», Վադիմը դանդաղ ասաց, կարծես զարմացած։ «Եվ դեռ ազնի՞վ»։ Գրիգորին լուռ դրեց դրամապանակը սեղանին։ Օռլովը չէր շտապում բացել այն։ Նա ուսումնասիրեց Գրիգորիին, ինչպես կենսաբան, որը մանրադիտակի տակ ուսումնասիրում է տարօրինակ նմուշ։ Նա հանեց բանալիների ժանգոտ օղակը և նետեց սեղանին։ «Պարգևատրում ուզում ես։ Կարող ես ապրել այնտեղ, եթե կարող ես։ Ընտանեկան տունս է, Զամբիտովո գյուղը, հին տուն, մայրս ապրել է այնտեղ, մինչև մահը»։ Նա ժպտաց, կարծես շանը ոսկորնետ էր։ Այնպիսի ժպիտ, որը մարդ ստանում է, երբ ուզում է մեկին վերջին անգամ նվաստացնել։ Եվ այնուամենայնիվ, Գրիգորին վերցրեց բանալիները, ոչ թե որովհետև վստահում էր Վադիմին, այլ որովհետև կորցնելու ոչինչ չուներ, և ցանկացած տեսակի տուն ավելի լավ էր, քան կամուրջների տակ քնելը։ 300 կիլոմետր ցեխ, մեծ քաղաքային գնացքներ, տեղափոխություններ և հետիոտնային արահետներ անցնելուց հետո նա հասավ մի լքված գյուղի։ Ճանապարհը կտրուկ ավարտվեց։ Ասֆալտը կարծես դանակով կտրված լիներ, անհետացավ փոսերի մեջ և ավարտվեց անտառի բացատում։ Այնտեղից սկսվեց Զաբիտովոն։ Մի ժամանակ կյանքը այստեղ հավանաբար եռուն էր։ Երեխաները աղմկոտ էին, և օդը լցված էր թարմ խոտի հոտը։ Հիմա միայն քամի էր, ցանկապատերի միջև քամիներ և անվերջ լռություն։ Զարեչնայա փողոցի վերջին տունը կանգնած էր մենակ, մութ, խիտ խոտածածկույթով, ինչպես մոռացված արկղ։ Բանալին ճռռաց, երբ մտավ կողպեքի մեջ, դուռը տնքաց բացվեց, կարծես բողոքելով տարիների միայնությունից։ Գրիգորին մտավ մուտքի մթության մեջ և սառեց։ Անցյալի ստվերն էր։ Սկզբում նա կարծում էր, թե ինչ-որ բաներ է պատկերացնում, բայց ոչ,
Ներսից ջերմության հոտ էր գալիս, ոչ թե փտած, ոչ թե խոնավ, ոչ հնացած, ինչպես կարելի էր սպասել լքված տանը, այլ կարծես ջերմություն զգար, կարծես վառարանը դեռ վերջերս էր վառվել։ Նա մի քայլ առաջ արեց, մշուշոտ պատուհանից մի մշուշոտ լույս թափանցեց, լուսնի լույս, թե ոչ, նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, թե արձագանքում է պատերին։ Գրիգորին զգուշորեն դիպավ պատին և գրեթե ձեռքը հեռացրեց։ Տաք էր։ Ո՞վ կա այնտեղ, հանկարծ բացականչեց նա։ Լռություն։ Միայն քամին էր, ինչ-որ բանի հարվածում։ Նա իր ուսապարկի միջից հանեց մի փոքրիկ լապտեր, միակը, որը պահել էր նախորդ կյանքից, և լուսավորեց սենյակը։ Դատարկ էր։ Հատակը ծածկված էր փոշու հաստ շերտով, բայց ոտնահետքեր, անորոշ, ձգվում էին խոհանոցից։ Եվ հետո նա լսեց այն, շրշյուն, երկար կարծես ինչ-որ մեկը մատները սահեցնում էր պատի վրայով։ Գրիգորին քարացավ, եթե այնտեղ ինչ-որ մեկը ապրեր կամ թաքնվեր, բայց ում էր պետք այս տունը։ Նա լապտերը դրեց, ձեռքերը դողում էին, հանկարծ պահարանի դուռը շրխկոցով փակվեց, հետո նորից լռություն։ Նա բացեց խոհանոցը և տեսածը նրան հավասարակշռությունից հանեց։ Սեղանին մի բաժակ կար, ներսում մուգ շագանակագույն հեղուկ էր, տաք, եզրից դեռ գոլորշի էր բարձրանում։ Գրիգորին զգաց, որ դողը հոսում է մեջքով։ Սա չի կարող լինել, շշնջաց նա, բայց այդպես էր։ 5 րոպե առաջ տունը փակ էր, ոչ ոք չէր կարող դուրս գալ կամ մտնել։ Նա վերցրեց բաժակը, այն տաք էր, կարծես ինչ-որ մեկը հենց նոր խմել էր դրանից։ Սեղանին դրված էր մի հին, դեղնած լուսանկար, մոտ 70 տարեկան մի կին։ Նրա դեմքը խիստ էր, հայացքը ծանր, հակառակ կողմում ստորագրություն էր. Օլգա Օռլովա, 1989 թվական, Վադիմի մայրը։ Նա հիշեց խոսքերը. տունը հին է, մայրս այնտեղ է ապրել, մինչև մահը, բայց հետո, ինչու էր տունն այդքան տաք, ինչու էր սեղանին թեյ, և պատերը կարծես շնչում էին։ Նա շրջվեց և միջանցքում տեսավ մի ուրվագիծ։ Նիհար, բարձրահասակ, կանացի։ Մի պահ նա մտածեց, որ դա արտացոլանք է, բայց կերպարանքը շարժվում էր։ Գրիգորին բռունցքները սեղմեց։ Ո՞վ ես դու։ Գրիգորին մի քայլ հետ քաշվեց։ Վախը բախվում էր տրամաբանությանը, և տրամաբանությունը խեղդվում էր, բայց ինչ-որ բան, գուցե բնազդը, նրան ստիպեց չփախչել։ Նա իր մեջքի պայուսակը դրեց վառարանի մոտ, նստեց հին աթոռակի վրա և խորը շունչ քաշեց, մտածելով, որ եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ցանկանար վնասել իրեն, նա արդեն դա արած կլիներ։ Գրիգորին չգիտեր, որ այդ գիշեր առաջին անգամ կհանդիպեր այն բանին, ինչ Օռլովը չէր նշել, այն, ինչ դարձել էր տան անեծքը, և այն, ինչ կփոխեր նրա կյանքը։ Առավոտյան նա արթնացավ տարօրինակ ձայնից, կարծես ինչ-որ մեկը լուռ տեղափոխում էր կահույքը, բայց երբ նա բացեց աչքերը, տեսավ միայն դատարկ սենյակ և կախված առաստաղ։ Տունը դեռ տաք էր, վառարանը ծխում էր, կարծես ինչ-որ մեկը վառելիք էր ավելացնում, բայց փայտը անձեռմխելի էր։ Գրիգորին որոշեց ուսումնասիրել տունը։ Նրա ինժեներական հիշողությունը նրան ասում էր, որ պետք է ամեն ինչ պարզի, նախքան եզրակացություններ անելը։ Նա գտավ մի հին դարակ, ներքևի դարակում գունաթափված սփռոցների կույտի ետևում դրված էր տետրերի կոկիկ կույտ, ձեռագիրը կանացի էր, կոկիկ, Օլգա Օռլովայի օրագրերը։ Նա բացեց առաջին գրառումը, 1989 թվական, ես տանը մենակ եմ մնում։ Վադիմն ասաց, որ ինձ համար լավագույնը կլինի։ Նա վերցրեց փաստաթղթերը և ասաց, որ ամեն ինչի կհետևի, բայց ես ինչ-որ բան եմ զգում։ Այս տանը ուրիշ մեկը կա, նա շշնջում է, երբ ես փորձում եմ քնել։ Գրիգորին դողաց, ոչ թե միստիկայից, այլ միայնության ծանոթ նկարագրությունից։ Նա բացեց հաջորդ էջը։ Ես արթնանում եմ և տեսնում եմ ոտնահետքեր, դրանք տանում են դեպի վառարանը, ինչ-որ մեկը վառում է այն ինձ համար։ Ես փորձեցի բռնել դրանք, բայց ստվերները խուսափեցին ինձնից։
Երբեմն կարծում եմ, որ դա տունն է, երբեմն կարծում եմ, որ դա ինչ-որ այլ բան է, բայց տարօրինակ կերպով ես չեմ վախենում։ Գրիգորիի մատները դողացին, նա հիշեց թեյի բաժակը, նա կարդաց ևս մի քանի էջ, դրանք պարունակում էին ամեն ինչ՝ միայնություն, վախ, հրաժարում և հույս։ Կինը գրել էր այն մասին, թե ինչպես են իրերը սկսել ինքնուրույն շարժվել, թե ինչպես է որդին դադարեցրել այցելությունները, այն մասին, թե ինչպես են մարդիկ կամ ստվերները հայտնվել տանը։ Նա այսօր մոտեցավ, ես տեսա նրա դեմքը, դա մի մարդ էր, շատ հոգնած, կարծես այլ աշխարհից լիներ։ Նա նստած էր վառարանի մոտ և պարզապես նայում էր կրակին։ Ես հարցրի, թե ով է նա, բայց նա չպատասխանեց։ Սակայն ես չեմ վախենում, թվում է, թե նա թշնամի չէ։ Գրիգորին սառեց, նա նայեց դատարկ սենյակին։ Դրսի դուռը մեղմ ճռռաց։ Նա բարձրացրեց լապտերը և տեսավ թարմ հետ քաթակին, ասես թաց կոշիկը հետք թողած լիներ, բայց կոշիկները չոր էին, և իրերը, և անկյունում կանգնածներինը։ Գրիգորին կուլ տվեց երեկվա ստվերը։ Երևակայություն չէր, մեկը այստեղ ապրել էր, և այդ մեկը կարծես չէր ուզում նրան վանել։ Նա մտավ հետևի սենյակ, այն սենյակը, որը տրամաբանորեն պետք է ննջասենյակ լիներ։ Այնտեղ, վերմակների շերտի տակ, նա գտավ մի արկղ, հին, փայտե, մետաղական անկյուններով։ Այնտեղ կողպեք չկար, միայն մի ճեղք, որի միջով դեղնած գործվածք էր երևում։ Նա բարձրացրեց կափարիչը և սառեց։ Արկղի ներսում դրված էին դստեր հագուստները, կոկիկ ծալված, 1960-ականների մանկական զգեստներ, փոքրիկ թաղիքե կոշիկներ, խաղալիք, կարմիր կոճակներով, կտորե տիկնիկ, աչքերի փոխարեն։ Գրիգորին զգաց, որ սենյակում օդը փոխվում է, կարծես ինչ-որ մեկը մոտեցել էր։ Նա դանդաղ շրջվեց և տեսավ, թե ինչ էր փնտրում։ Մի կին կանգնած էր անկյունում, նիհար, բարձրահասակ, մոխրագույն մազերի շերտերով։ Նա չէր կարողանում տեսնել նրա դեմքը, կարծես մշուշը ծածկել էր, բայց նա անկասկած նայում էր նրան։ Գրիգորին շունչ քաշեց։ Դու, Օլգա։ Կերպարը տատանվեց և անհետացավ, չլուծվեց, կարծես նա հետ քաշեց օդում։ Գրիգորին մի քայլ արեց դեպի դատարկ տեղը, բայց հանկարծ արկղի մեջ գտնվող տիկնիկը թեթևակի տատանվեց, կարծես ինչ-որ մեկը ձեռքով դիպչել էր դրան։ Նա փակեց արկղը։ Հիմա նա հաստատ գիտեր, տունը դատարկ չէր, և այդ մեկը թշնամի չէր, բայց նաև կենդանի մարդ չէր։ Նրա ընտրած տունը հաջորդ մի քանի օրերը նա անցկացրեց տարօրինակ ռիթմով։ Տունը ուներ իր սեփական կյանքը։ Գիշերը նա լսում էր քայլերի ձայներ, մեղմ, զգուշավոր։ Երբեմն նա արթնանում էր և տեսնում, որ վառարանն արդեն վառված է։ Նա զգում էր, որ իրեն հետևում են, բայց ոչ չարամտությամբ, ավելի շուտ, զգուշավոր հետաքրքրասիրությամբ։ Նա խոհանոցային դանակ գտավ և դրեց բարձի տակ, ոչ թե որովհետև վախենում էր, այլ որովհետև դա ավելի հանգստացնող էր։ Նա վերանորոգում էր ծածկած տեռասը։ Նա ամրացրեց կախված գերանը, նա գտավ մի հին սղոց ու զգուշորեն կտրեց չոր ճյուղերը, վառելափայտը քիչ էր։ Եվ որքան շատ էր աշխատում, այնքան ավելի էր զգում ինչ-որ տարօրինակ բան, կարծես տունը արձագանքում էր։ Գերանները դադարեցին ճռռալ, քամիները անհետացան։ Նրա ոտքերի տակի հատակը դարձավ ավելի հարթ, ավելի տաք, կարծես տունը կենդանանում էր։ Ամեն գիշեր նա կարդում էր Օլգայի օրագրերը։ Նա գրում էր այն մասին, թե ինչպես է տունը ընտրում մարդկանց, որ այն հիշում է ամեն ինչ, որ այն չի հանդուրժում նրանց, ովքեր ուզում են ոչնչացնել։ Եվ նաև այստեղ չես կարող ստել ինքդ քեզ, տունը գիտի։ Գրիգորին փակեց տետրը։ Հետո նա հասկացավ, Վադիմը այս տունը նրան չէր տվել որպես ողորմություն, այլ որպես ծուղակ։ Նա գիտեր, որ տունը յուրահատուկ է, որ այն մարդը, որին նա ոչնչացրել էր, կարող էր պարզապես չկարողանալ դիմանալ այս վայրին, բայց Գրիգորին շատ ավելիին էր դիմացել, քան նա կարծում էր։ Մի երեկո նա հատակի տախտակի տակ հայտնաբերեց մի փոքրիկ երկաթե տուփ։ Կողպեկը հին էր, բայց այն փչացած։ Ներսում նամակների և լուսանկարների մի կապոց կար։ Նա դրանք դրեց սեղանին։ Վադիմը բոլորի մեջ էր, երիտասարդ, ժպտերես, դեռ դաժան չէր։ Նրա կողքին մի աղջիկ էր, շիկահեր, նուրբ,
Մի լուսանկարի հակառակ կողմում գրություն կար. Լենա, 1997 թվական։ Իր նամակներում Օլգան հանդիմանում էր որդուն. Դու լքեցիր նրան, դու վիրավորեցիր նրան, դու իրավունք չունես այդքան հեշտությամբ ոչնչացնելու մարդկանց։ Գրիգորին կարդաց և աստիճանաբար հասկացավ, ավելի վատանում է։ Նա փորձեց վերադառնալ քեզ մոտ, նա եկավ տուն, ես նրան ներս թողեցի, նա երեխայի էր սպասում, բայց դու ասացիր, որ այն քոնը չէ, նա այդ գիշեր հեռացավ, այդ ժամանակվանից ես նրան չեմ տեսել։ Գրիգորին զգաց, որ սարսուռը հոսում է իր ձեռքերում։ Հաջորդ նամակը գրվել է դողացող ձեռքով։ Այդ գիշեր ես լսեցի երեխայի լաց, մեկը թակում էր դուռը։ Ես բացեցի այն, բայց այնտեղ ոչ ոք չկար, միայն թաց հետքատակին։ Գրիգորին շրխկացրեց դարակը։ Նա հասկացավ, թե ինչ էր ուզում տունը, նա հասկացավ, թե ինչու էին ստվերները քայլում գիշերը, նա հասկացավ, թե ինչու էր Վադիմը այս տունը թողել իրեն, նա ուզում էր փախչել անցյալից, բայց տունը հիշում էր։ Եվ հիմա Գրիգորիի միջոցով նա որոշեց բացահայտել ամբողջ ճշմարտությունը, ավարտ, որին ոչ ոք չէր սպասում։ Նրա որոշումը հանկարծակի եղավ։ Նա վերադարձավ քաղաք, անճաշակ, կեղտոտ, բայց լիովին հանգիստ։ Նա բարձրացավ Օրիոն Պլազա, նույն վայրը, որտեղից սկսվեց այս պատմությունը։ Վադիմը գլուխը բարձրացրեց։ Դու դեռ ողջ ես, հարցրեց նա ժպիտով։ Գրիգորին սեղանին դրեց Լենայի հին լուսանկարը։ Օրլովի ժպիտը անհետացավ։ Նա գունատվեց. Որտեղից սա վերցրիր։ Այս տունը ինձ այն վերադարձրեց, հանգիստ ասաց Գրիգորին։ Նա ամեն ինչ հիշում է, և նա քեզ սպասում է, ասաց Գրիգորին։ Վադիմը վեր ցատկեց։ Դու չես հասկանում, այս տունը, այն, նա ինձ չի վնասել, հանգիստ պատասխանեց Գրիգորին։ Նա պարզապես ճշմարտությունն էր ուզում։ Եվ իր մեջքի պայուսակից հանեց մի փոքրիկ մանկական կոշիկ։ Վադիմը ձեռքերով ծածկեց դեմքը։ Նա մահացավ, շշնջաց նա, մայրս։ Նա փորձեց փրկել, բայց Լենան չկա, և երեխան չկա։ Նրա աչքերից արցունքներ, իսկական առաջին անգամ երկար տարիներ անց արցունքներ հոսեցին։ Գրիգորին պարզապես ասաց. տունը սպասում է, և դու պետք է վերադառնաս այնտեղ։ Ինչու՞, հարցրեց Վադիմը։ Գրիգորին դանդաղ ժպտաց, որպեսզի նա ների քեզ, և որպեսզի դու ներես ինքդ քեզ։ Երբ նրանք վերադարձան Զաբիտովո, տունը լռությամբ դիմավորեց նրանց, բայց ներսում վառարանը տաք էր, և սեղանին երկու բաժակ կար, այս անգամ երկու։ Վադիմը դողում էր, նա ճանաչեց տունը, նա ճանաչեց հոտը, նա ճանաչեց յուրաքանչյուր անկյուն, և հանկարծ միջանցքում մի կին հայտնվեց, այդ նույն ստվերը, նիհար, բարձրահասակ։ Նրա աչքերը մեղմ, հանգիստ էին, Օլգան։ Նա նայեց որդուն, տղամարդուն, որը կործանել էր իր և ուրիշների կյանքը, նրան, ով երբեք չէր հասկացել, որ ցավը վերադառնում է, և Վադիմը մեծահասակ, հաջողակ, կոշտ տղամարդ, ծնկի իջավ. մայրիկ, ներիր ինձ։ Ստվերը մոտեցավ, թեթևակի դիպավ նրա ուսին և անհետացավ, բայց տունը պայծառացավ։ Գրիգորին զգաց, որ օդը փոխվում է, ասես պատերը հառաչեցին, ասես ամբողջ լարվածությունը հալվեց, տունը ընդունեց Վադիմին, և հետո այն բաց թողեց նրան։ Մեկ շաբաթ անց Վադիմը լրացրեց փաստաթղթերը, նա տունը փոխանցեց Գրիգորիին։ Ես պետք է ինչ-որ բան ետ տամ, ասաց նա, դու փրկեցիր ինձ։ Գրիգորին չվիճեց, տունն ընտրել էր նրան, և ընտրել էր տունը։ Զաբիտովոն կենդանանում էր, նա սկսեց վերանորոգել տանիքը, փորել այգին և մաքրել ճանապարհը։ Հարևան գյուղերից մարդիկ սկսեցին ժամանել, զարմացած տեսնելով հին տան լույսերը, նորից վառված։ Եվ գիշերը, երբ քամին թակում էր փեղկերը, Գրիգորին երբեմն լսում էր մեղմ շրշյուն, բայց նա այլևս չէր վախենում, տունը կենդանի էր, և այլևս ոչ ոք մենակ չէր այնտեղ։